Իրենք էլ են փաստորեն բացահայտում, որ կա այսօր ալյանս ռուս-ադրբեջանական Այստեղ հարց է չստորագրելու հարցում։ Ներողություն այստեղ պարզապես հարց տամ ալյանս թե այստեղ արդեն երևում է ոչ թե որ Ռուսաստանը գուցե ինչ որ մի հատվածում եղել է ալյանս ռուս-ադրբեջանական, բայց հիմա Ռուսաստանը ոնց որ երրորդ կողմ է պարզվում է։ Մենք կարծել ենք որ Հայաստան եւ Ադրբեջան երկու կողմ ենք մենք, պարզվում է այստեղ կա եւ երրորդ կողմը, որը նոյեմբերի 9-ին էլ կար։ Ոչ թե երաշխավոր, ոչ թե կողմնապահ միայն Ադրբեջանին, այլ երրորդ շահագրգիռ կողմ, այո, այդպես է ստացվում։ Նախ շատ հետաքրքիր է, որ այս խաղաղության պայմանագիրը ինչպես ստացեց, որ չներառեց այդ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի կամ Մեղրի ճանապարհի հարց, ընդհանրապես ապաշրջափակման հարցը։ Ինչպես դուրս մնաց այս պայմանագրից այդ հարցը։ Ակնհայտ է, չէ՞, որ եթե այս պայմանագիրը ստորագրվում էր եւ այդ հարցը մտնում էր պայմանագրի մեջ, իսկ այդ հարցը կարող էր մտնել մենակ այն համաձայնությունների շրջանակներում, որ արդեն ձեռք էին բերվել եվրոպական միջնորդությամբ, այսինքն զուգահեռության, հայլայնության, իրավազորության, փոխադարձ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սկզբունքի հիման վրա պետք է ապաշրջափակումը տեղի ունենաս, չէ՞։ Հիմա եթե դա ստորագրվում էր եւ խաղաղության պայմանագրով էր ստորագրվում, նոյեմբերի 9-ի պայմանագիրը ջրվում էր ընդհանրապես։ Որտեւ նա ավելի միջանկյալ դեր ունի, դա ընդհանրապես զինադադարի մասն պայմանագիրը, իսկ խաղաղության պայմանագիր է։ Վերջնական բոլոր հարցեր լուծող պայմանագիր էր լինելու եւ ջրվելու էր այդ հարցը։ Բայց ռուսները դրա համար նախ Ադրբեջանի միջոցով հասան նրան, որ ընդհանրապես դուրս գա այդ կետը այս պայմանագրից, մեկ, եւ երկրորդը հիմա էլ պնդում են, որ նույնիսկ այս խաղաղության պայմանագիրը, քանի որ սա զրկելու է ըստ էության ինչ որ իմաստով, հա, ինչ որ չափով զրկելու է Ռուսաստանին Ադրբեջանին որպես բուտ գործիք Հայաստանի դեմ օգտագործելուց, որովհետեւ եթե խաղաղության պայմանագիրը էլ ուժով չի կարող որևէ հարց լուծել, չեմ ասում չի անի, բայց դա ավելի ծանր կնստի իր վրա նույն Ադրբեջանի վրա, միջազգային հանրության նաև տեսակետից, հա, բայց Ռուսաստանը փաստորեն զրկվում է այդ գործիքակազմից շատ թե քիչ եւ դրա համար ուզում է միջև այդ զրկվելը իր ստանալիքը ստանա։ Եվ իր ստանալիքը էլի եմ ասում, այդ FSB-ի ներկայությունն էլի հիշատակելը դա Այո, ասում է այդ որ երակողմը ջրում եք փաստորեն այս խաղաղության պայմանագրով։ Գոնե ինփայը տվեք, այդ FSB-ի ներկայության հարցը լուծեք, հետո գնացեք ինչ ուզում եք արեք։ Այդ մեկ, երկրորդը։ Այս խաղաղության պայմանագիրը ինչքանով է հետաքրքիր, որ ռուս-թուրք-ադրբեջանական ալյանսը քանդում է, որտեղ այստեղ բերվում են հակասությունները այդ երեքի այդ ստորագրմամբ, որտեղ այդ ստորագրման մեջ շահագրգռություն կա Թուրքիայի, որտեղ դրանով Ռուսաստանի ազդեցությունն է թույլանում տարածաշրջանում, դրանով պակասելու են միջազգային ճնշումները իր վրա Հայաստանի հանդեպ իր բլոկադայի եւ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու հարցում, բայց նաեւ դրանով հույս է առաջանում, որ այդ արևելք-արևմուտք տրանսպորտային հոսքերը վերջապես Թուրքիայով կանցնեն, այլ ոչ թե Վրաստան սև ծովով, ոնց որ միջև հիմա է, կամ Վրաստան Թուրքիա, որով ավելի երկար ճանապարհ է եւ նաեւ ռիսկային Ռուսաստանի կողմից խոցելիության տեսակետից։ Ես միշտ ասել եմ 20 կիլոմետր հեռավորության վրա հրետանին կանգնած է այդ ճանապարհը, երբ ուզենան կարող են խոցել եւ այդ ճանապարհը անգործունակ է դառնալու, թե երկաթգիծը, թե ավտոմոբիլային ճանապարհը, թե նավթամուղը, եթե դրան հասնի, հա։ Իսկ Օբրայենը ինչ էր ասում Բաքվում։ Բաքվում ասում էր, եթե ուզում եք կոպիտ ասած, թարգմանում եմ իր ասածը, եթե ուզում եք կայուն հարատև խաղաղություն լինի տարածաշրջանում եւ այս եւ այդ խաղաղության հասնելու համար այս երեք երկրները պետքա կապված լինեն ընդհանուր տնտեսական եւ անվտանգային շահերով, իսկ այդ տնտեսական անվտանգային շահերը արևելք-արևմուտքը Ադրբեջան, Հայաստան, Թուրքիայով անցնելու մեջ է։ Ընդ որում հատուկ շեշտել էր, որ հայկական ճանապարհը ավելի նախընտրելի է Միացյալ Նահանգների համար, քան վրացականը։ Այսինքն Մեղրիով անցնելու են եւ նավթատարեր, նոր նավթատարեր եւ գազատարեր, որը Թուրքմենիայից արդեն կարող էր գալ։ Իդեպ թուրքմենական գազի մասով մի երկու բան հետաքրքիր ասեմ, տեսեք։ Հիմա Ադրբեջանը պայմանավորվում է Եվրոմիության հետ գազի ծավալներ ավելացնելու շուրջ մատակարարումների։ Դուք գիտեք, որ ինքը արդյունահանման տեսակետից այդքան հեշտ չի իրականացնել։ Հիմա ինքը Սլովենիայի հետ պայմանավորվեց նաև մեծ խմբականակ, արդեն Սլովենիային պետք է մատակարարի, ինքը կամաց-կամաց այդ քաղաքական ազդեցությունը գազի միջոցով տարածում է։ Այն ինչ որ Ռուսաստանն է ժամանակին անում,
եւ Եվրոմիությունը տեսավ ինչ գրական գավ Ռուսաստանի ձեռքը, բայց հիմա մտածում են Ադրբեջանը դե գերտերություն չի, այդպեսի մեծ հավակնություններ չունի ինչպես Ռուսաստանը, որ մեր վրա ճնշում գործադրի, բայց լավ չեմ պատկերացնում, որ լավ էլ Ադրբեջանը գոնե տարածաշրջանային ապակայունացում, դեստրուկտիվ գործընթացներ սպասարկելու համար այդ ճնշումը Եվրոպայի վրա ուզում է ունենալ, հա։ Հիմա ինչ է անում Ադրբեջանը։ Թուրքմենիայի հետ պայմանավորվում է, ասում է ձեզ քաղաքական ազդեցություն պետք է Եվրոպայում, պետք չէ, հա, թուրքմեններին ինչին է պետք Եվրոպայի, իրանք իրենց փողի տեր են, որ ասում է իրենց համար Միջին Ասիայում ծվարած երկիր են, արտաքին հարաբերություններ գրեթե չունեն։ Ու փակ։ Չեզոք փակ երկիր է։ Ասում են դուք այդ գազը ոչ թե մատակարարեք Եվրոպային Ադրբեջանի միջոցով, այլ դուք մեզ վաճառեք, մենք ում կմատակարենք, այդ նույն գինը մենք ձեզ տալիս ենք։ Բայց ծավալներն է ավելանում ադրբեջանական գազի արդեն, որովհետև դա եթե Ադրբեջանը գնում է այդ գազը, ծավալը մեծանում է ադրբեջանական գազի։ Դա արդեն կոչվում է ադրբեջանական գազ։ Իդեպ ոնց որ Թուրքիան է անում։ Թուրքական հաբի իմաստը ո՞րն է։ Ինքը ռուսներից առնում է այդ գազը, վերավաճառում է Եվրոպային։ Եվրոպան էլ ասում է դա դա ռուսական գազ չէ, արդեն թուրքերը առել են, մենք էլ իրենց ծառում ենք։ Չնայած սանկցիա չներ կիրառել գազի հանդեպ։ Դուք գիտեք, միջև հիմա Եվրոպան սանկցիա չի կիրառել եւ գազ է առնում Ռուսաստանից եւ հեղուկ գազ նաեւ 24 թվին ամենամեծ ծավալների հեղուկ գազն էր առել Ռուսաստանից Եվրոմիությունը իդեպ ստեղել նաեւ ամերիկացիները երբ որ երկակի ստանդարտները մեղադրում են Եվրոպային այդ փոխադարձ է այդ ցավոք սրտի գերտերությունը այդ մեղքը գործում են Եվրոպացիներն էլ հա տնտեսական շատ ծանր վիճակում չհայտնվելու համար տենց հեղուկ գազը գնում են Ռուսաստանից հսկայական ծավալի գումարներ վճարելու որը վերջը պատերազմ է սպասարկում Ինչևէ ուզում ասեմ Ադրբեջանը թուրքերից լավ սովորել է դա գնել գազը եւ արդեն որպես սեփական գործիք նաեւ այդ ծավալների շնորհիվ ազդել ուրեմն Եվրոմիության վրա չնայած խոսքը գնում է շատ մեծ ծավալների մասին չի գնում 12 միլիարդի է հասել ընդամենը տեսեք իրենք 20 միլիարդի են պատրաստում հասցնել բայց այս տեմպով իրենք մինչեւ 30 թիվը զորովել հասցնեն այդ 20 միլիարդի բայց համենայն դեպս այսօր էլ է 12 միլիարդը մի քանի երկրների վրա համենայն դեպս խոսքը Հունաստանի, Իտալիայի ուրեմն Սլովակիան չի միացել դեռ Հունգարիայի, Սերբիայի, որը Եվրոմիության անդամ չի, եւ Ալբանիայի, որը Եվրոմիության անդամ չի, բայց այդ ազդեցությունը կարողանում են գործել։ Հիմա Բոսնիա-Հերցեգովինան, Սլովակիան քննարկում են ադրբեջանական գազը գնելու հնարավորությունը։ Ուզում եմ ասեմ, որ այս ամեն ինչը սերտ փոխկապակցվածությունն է, եւ երբ որ Միացյալ Նահանգները ասում է, որ եկեք Հայաստանով անցկացնենք այդ լրիվ, լավ, ասենք Ադրբեջանը, հա, այդ շահաբաժինները ստանում է գազից, այդ թվում թուրքմենական գազ ստանալուց, այդ թվում ղազախական նավթը տարանցելուց Բաքու-Ջեյհանով, գիտեք, ղազախական նավթի մի մասը Բաքու-Ջեյհանով անցնում եւ այլն, բայց այդ ամեն ինչը պետք է նաեւ Հայաստանով անցնի, որ ավելի ամտանք ճանապարհ է, ավելի կարճ ճանապարհ է եւ նաեւ վերջնական հարատև կայունության կբերի տարածաշրջանում։ Իդեպ Օբրայենը շարունակում է մնալ պետքարտուղարությունում իր պաշտոնին, որովհետև գիտեք 6 ամիս անցումային շրջան կա, երբ որ նոր ադմինիստրացիան պետդեպարտամենտի մասով գոնե, ես այդպես գիտեմ, որ իրենք նայում են, ում հետ կարողանալու են շարունակեն աշխատել, շարունակում են աշխատել, ում հետ տենում են չի ստացվում, հանում են, փոխում են իրենց մարդիկ են վերում։ Բայց դա 6 ամիս է տևում։ Եվ կարծում եմ 6 ամիս Օբրայենը դեռ կլինի եւ այդ քաղաքականության փոփոխությունը, եթե գլոբալ Տրամպի կողմից չլինի, ասենք ինչ որ կտրուկ, ինչ որ հրանք, որ այսպես արեք կամ այնպես արեք, այնպես է արվելու, ոնց որ ավանդաբար եղել է եւ ոնց որ այդ օղակները, ստորին օղակներն են որոշելու, մանավանդ Մարկո Ռուբիոյի դեպքում էլ գիտենք, որ բավականի բարենպաստ դիրքորոշում ունի Հայաստանի մասով։ Այնպես որ այս ամբողջը, քանի որ փոխկապակցված է, մենք տեսնում ենք, թե այդ ինչն է ստիպել նաև Հայաստանի իշխանություններին այդպիսի կտրուկ եւ ես էլ եմ ասում շատ ռիսկային իմ տպավորությամբ, բայց այդ քայլը անել համաձայնություն տալ այդ երկու կետերի մասով։ Այդ անորոշությունները թողնելով, այդ մեկնաբանությունների տեղիքը թողնելով, բայց նաև այդ ռիսկը թողնելով, որ Ադրբեջանը ուրեմն կարող է հետագայում իր ձևով մեկնաբանի։ Բայց մյուս կողմից փակուղու մեջ դնելով Ադրբեջանին, ենթադրում եմ կռահելով եւ հասկանալով, որ Ադրբեջանը նույնիսկ դրանից հետո չի ստորագրելու փաստաթուղթը եւ Ադրբեջանին դնելով միջազգային հանրության առջեւ որպես դեստրուկտիվ կողմ, որը նույնիսկ այս պայմաններում, որ ամբողջապես փաստորեն ադրբեջանական տեքստն է դարել, իրենց ուզած տեքստն է դարել, բայց նույնիսկ դա չի ստորագրում, այսինքն չի ուզում խաղաղություն։